Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվեց Փարիզյան հռչակագիրը բազմազգ ուժերի տեղակայման մասին։ Հռչակագրի նպատակը Ուկրաինային անվտանգության երաշխիքներով ապահովելն է կամավորների կոալիցիայի աջակցությամբ։ Արդյոք սա ՆԱՏՕ-ի հնարավոր փոխարինողն է Ուկրաինայում։ Դեռ վաղ է ասել, որ եռյակը կկարողանա փոխարինել կամ կամրապնդվի Ուկրաինայում որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Բացի այդ, այս պահին գոնե թե ամերիկյան եւ գլոբալ քաղաքականության տրամաբանությունը այնպիսին է, որ մշուշոտ է եւ Եվրոպական միության ապագան այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք, եւ նաեւ ՆԱՏՕ-ի ապագան այն տեսքով, ինչպիսին որ մենք գիտենք։ Սա ՆԱՏՕ-ն չէ, բայց երրորդ ուժի կիրառում է, ինչը եւս հակասում է Ռուսաստանի շահերին, ասում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա պնդմամբ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններով։ Հարցը միայն ՆԱՏՕ-ն չէ, այլ հետևյալը, որ Ուկրաինան պետք է չլինի երրորդ որևէ ռազմաքաղաքական բլոկի գործիք կամ դաշտ Ռուսաստանի դեմ գործողությունների համար։ Հետևաբար սա նշանակում է, որ այդպիսի հավակնություններ ներկայացնող եվրոպացիները դրա միջոցով փորձում են ընդամենը իրենց շահերը բերել process եւ պաշտպանել այդ շահերը, թույլ չտալ, որպեսզի առանց եվրոպական սուբյեկտության Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ինչ որ համաձայնությունների կան։ Մինչ Թրամփ-Պուտին բանակցություններով կվերջնականացվեն պատերազմի արդյունքները, Թուրքիան ու Բելգիան հայտարարել են Ուկրաինային ուղղված ծովային ու ռազմական աջակցության մասին։ Գերմանիան էլ Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգությունը պատրաստվում է իր վրա վերցնել։ Քաղաքագետը պնդում է, Ուկրաինայում թվացյալ կարգավորմանը միտված քայլերը հերթական հետպատերազմյան ազդեցության գոտիների վերաբաժանումն են։ Պայմանավորվածությունները մեծ հաշվով ես կարծում եմ, որ կլինի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև, իսկ եվրոպական հիմնական դերակատարները, մասնավորապես Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, այս կամ այն կերպ կփորձեն այս արանքում ստանալ իրենց բաժին ազդեցության գոտիները։ Չնայած Ռուսաստանը բազմիցս հայտարարել է ցանկացած երրորդ ուժի տեղակայումն Ուկրաինայում օրինական թիրախ է համարելու, Մոսկվայի արձագանքը այս գործընթացին բուռն չէ։ Ըստ էության Ռուսաստանում համարում են, որ խնդիրը կարգավորվելու է ոչ թե Եվրոպական միության ջանքերով կամ մասնակցությամբ, այլ Ռուսաստան Միացյալ Նահանգներ պայմանավորվածություններով, որին ինչ որ պայս կմիանա նաև Ուկրաինան, արդեն ոչ թե որպես դերակատար, այլ որպես պարզապես համաձայնություն տվող կողմ։ Թրամփի փեսա եւ ավագ խորհրդական քուշները եւս արձանագրել է այն փաստը, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռուսաստան բանակցությունների շրջանակում է եւ մնացած գործընթացները եւս պայմանավորված են դրանով, իսկ եվրոպական երկրների նախաձեռնությունն այս դեպքում երկրորդ պլան է մղվում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի փեսան Քուշները, որը գիտենք մասնակցում է Ռուսաստանի հետ բանակցային process-ին, խոսել էր հետևյալի մասին, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերում Միացյալ Նահանգների նախագահը ելնում է Պուտինի հետ իր խոսակցության շրջանակից։ Այս պայմաններում ըստ մասնագետների Փարիզյան հռչակագիրը ավելի շատ եվրոպական երկրների հետպատերազմյան Ուկրաինայում իրենց տեղապահպանելու փորձ է, քան անվտանգության երաշխիք։ Մինչ հիմնական պայմանավորվածությունները ձևավորվում են Վաշինգտոն-Մոսկվա առանցքում, Եվրոպան փորձում է չմնալ գործընթացից դուրս։ Արդյունքում Ուկրաինայի ապագան շարունակում է որոշվել ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեծ տերությունների ազդեցության բաժանման սեղանի շուրջ։ Սեդա Կյուրեղյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորգյան, ABC Media։